Մի քանի օր առաջ նորից հիշելու առիթ ունեցանք 1988 թվականի դեկտեմբերը, երբ երկրի ներքում տեղի ունեցան այնպիսի ուժգին տեղաշարժեր, որին հաջորդող ցնցումների հետևանքները առ այսօր զգացվում են հասարակության կեցության ու գիտակցության մեջ։ Սակայն հարկ է նշել, որ այս տարի Գյումրի ժամանած հյուրերի ցանկը սահմանափակ էր։ Կարելի է ենթադրել, որ երկրի իշխանությունները աղետի գոտու նկատմամբ իրենց պարտականությունները այսուհետ համարում են կատարած։ Ինչպիսին է Լենինականը սրանից 23 տարի առաջ եւ ինչպիսին է Գյումրին այսօր։ Սա Լենինականն է, այն արդեն մեր 23 տարվա պատմությունն է, երբեմնի հզոր արտադրական ձեռնարկություններով, բանվոր-բանվորուհիներով, սովետական մշակույթով և կացութաձևով։ Մոսկվայից Հայաստան ժամանած հանձնախումբը Միխայել Գորբաչովի ղեկավարությամբ խոստանում էր այն ժամանակ Լենինականը վերակառուցել 2 տարվա ընթացքում։ Քանի տարի պահանջվեց, եւ արդյոք քաղաքը այսօր կարելի է համարել վերակառուցված։ Իրադարձությունների հետագա զարգացմանը հետևենք արխիվի միջոցով։ Տեղափոխվենք արխիվ 2002 թվական։ Արխիվ Նոեմի 2002 թվական դեկտեմբեր։ Գուլպան ասկեղենի ֆաբրիկան այսօր աշխատում է նախկին հզորության չնչին տոկոսի չափով միայն։ Մանվասկայինը նույնի կատարմամբ։ Մսի կոմբինատը պառակտվել ու բռնել է տեքստիլի ճամփան, որը ոտառել գնում է։ Ապակու գործարանի մուրազն էլ TMG-ն կիսատ թողեց։ Գյումրի Լենինական, որ արվեստի քաղաք էր, ուր է, մարդ չկա։ Ես էլի այստեղ առևտուրներ մի քանի մաս է շարժում։ Երբեմնի հզոր արդյունաբերական կենտրոնն այսօր գործարարները համարում են ներդրումային ամենաանհեռանկար դաշտը։ Այս պայմաններում բնական է, որ գործազրկության ցուցանիշով Գյումրին պատվանդանի ամենավերին աստիճանին է։ Ես 40 տարեկան մարդ եմ, մի գործազուրկ եմ։ Ես համ ժիգանտ տեղա եմ, համ ամեն ուժս է տեղը, համ արհեստը ունեմ, ամեն ինչ ունեմ, բայց չեմ կնա աշխատի, ուր աշխատիմ։ Ինչպիսին է վիճակն այսօր, հոգեբանական վերջին սոցհարցումներով հետերկրաշարժան ցնցումները զգալի են նաև այսօր, 23 տարի անց հասարակության գիտակցության և կեցության մեջ։ Կարևոր է հատկապես հոգեբանական գործոնը, երկրաշարժից հետո ձևավորված տնակային հոգեբանությունը, աղքատի, օգնություն աղերսողի հոգեբանությունը առկա է նաև այսօր, ինչը հասարակության կեցության և ապրելակերպի հետևանքն է։ Նույնիսկ խանութները խնդրել եմ, թե մաքրելու տեղ եղնի, ես կամ աշխատիմ, ոչ մի տեղ, ոչ մի բան չկա։ Եթե քախան եղավ կեշտամ կենեմ, եթե հավաքն եղավ կեշտամ կենեմ, եթե չէ տունը երեխուս հետ կնստի։ Կզգամ, որ փոշ մնել եմ, որ ես երեխա եմ ունեցել, որ չեմ կռնա պահեմ իմ երեխուս։ Փոշ մնել եմ դուրից 6000 դրամով ես իմ երեխուսին ճեղպայեմ։ Որքանով են աղետի հետևանքները վերացված Հայաստանում եւ ինչպես են ապրում գյումրեցիները աղետից 23 տարի անց։ Գյումրիի տնակային թաղամասերը եւ վագոն տնակներում բնակվող գյումրեցի այս երեխաների կեցությունը աղաղակում են Գյումրիի ու գյումրեցու թշվառ վիճակի մասին։ Այս կինն իր բողոքն է ներկայացնում ճակատագրին։ 23 տարի առաջ կորցնելով սեփական բնակարանը, առ այսօր նա բնակվում է մարդկային պայմաններին ոչինչով չհամապատասխանող տնակում։ Մարդիկ խեղճ պիտի ունենան, իրանց խղճով պիտի նայեն, առաջ քասիպին նոր տիրողներին, իսկ հիմա հակառակը, առաջ տիրողներին, լավերներին մեզ էլ սպես, ինչ անեմ, ում այս եմ, ինչ անեմ։
Սա ինքնին ապացուցում է, որ Գյումրին դեռ վերականգնված չէ։ Լենինականցու կորսված ժպիտը դեռ չի գտնվել եւ 23 տարվա վերքերը սպիացել, բայց ամբողջովին չեն դարմանվել։ Այսօր մենք պետք է կարողանանք Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի, ինչպես եւ մեր մյուս մարզերի զարգացման տեմպերը համապատասխանեցնել Երևանի տեմպերին։ Հաշված տարիներ հետո կարողանանք ամբողջովին հաղթահարել ավելի բոլոր հետևանքները։ Ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու։ Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք։ Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, մենք սրան հասնելու ենք։ Սա երկրի նախագահի հնչեցրած ելույթն էր եւ խոստում է երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ 2008 թվականին։ Գյումրիին եւ գյումրեցիներին խոստացան անել ամեն ինչ աղետի հետևանքները վերացնելու, տնտեսությունը ավերակներից փրկելու եւ խաթարված հոգեբանությունը առողջացնելու համար։ Որ չափով են այս խոստումները կատարածվել։ Երկրի տնտեսությունը փրկված է, այն դուրս եկել է արդյոք շոկային թերապիայից։ Բոլորին պարզ է, որ երկրաշարժը տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում այն համընկավ մի քանի պատմական իրողությունների հետ։ Արցախյան ազատագրական պայքար, ԽՍՀՄ փլուզում, Հայաստանի անկախացում, այդ տարիների վայրի սեփականաշնորհումը հիմք դրեց տնտեսության քայքայմանը, գործազուրկների բանակի ձևավորմանը եւ դրա հետևանքում ծնվող արտագաղթի ալիքին։ Սակայն հարկ է նշել, որ հետագա տարիներին է տնտեսական քաղաքականության այս ձեռագիրը չի փոխվել եւ ոչ միական քայլ չի կատարվել զարգացման ուղղությամբ։ Տնտեսական նույն քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ Նպաստավոր պայմաններ, թեթև հարկային դաշտ, արտերկրյա ներդրողներ։ Մեր երկրի տնտեսության զարգացման այս մոդելը անկատար է առ այսօր։ Արդեն մի քանի տարի երկրի կառավարությունն իրականացնում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր։ Երկրաշարժից 23 տարի անց էլ մեր երկիրը քայլում է ամենաաղքատ պետությունների կողքին, ետ մնալով անգամ Հարավային Կովկասի իր հարևաններից։ Օբյեկտիվ պատճառներով հանդերձ փաստը մնում է փաստ, որ տնտեսական խնդիրները մեզանում շատ ավելի սուր են դրված, քան ասենք հարևան Վրաստանում։ Մեր մոտ աղքատության մակարդակը ավելի բարձր է եւ շարունակելի է արտագաղթը։ Այստեղ մարդկանց աշխատելու հնարավորություն չեն տալիս։ Մասնագիտական աճը այստեղ բացառվում է։ Շուրջ բոլորը մարդիկ պարապման են գալիս։ Այնտեղ հնարավոր է գտնել աշխատանք, եթե մասնագետ ես, թեկուզ սևագործ բանվոր։ Աշխատավարձը ուսուցչի այնտեղ էլ է ցածր, բայց համեմատած այստեղ կարելի ասել, որ ավելի զգալիորեն բարձր է։ 2011 թվականի 7 ամիսների ընթացքում Շիրակի մարզում եկողների թվաքանակը կազմել է 1091 մարդ, մեկնողների թվաքանակը կազմել է 522։ Նախորդ տարվա համեմատ եկողների թվաքանակը աճել է գրեթե 41 անգամ, որը կախված է կառավարության առընթեր ոստիկանության անձնագրային բաժիններում վարչական ռեգիստրի ստեղծման հետ։ Եկողները գրանցվում են, բայց մեխանիկորեն մեկնողների համար կտրոններ չի լրացվում։ Մեկնողների 80%-ը տղամարդ է, 5%-ը կանայք են, իսկ մնացածը երեխաներ եւ տարեցներ։ Տոմսի արժեքը կախված է պահանջարկից, լինում են ակցիաներ, բայց դա հազվադեպ է պատահում։ Մարդիկ, ովքեր 1988 թվականին կորցնելով տուն, ապրուստ, ունեցված քարազատներ մնացին ու արարեցին այս երկրում, փորձեցին պայքարել, ստեղծել նորը, ավելի լավը։ Այսօր արդեն նրանք հեռանում են առանց ետ նայելու։ Արտագաղթի այս ալիքը կոչվեց երրորդ ալիք եւ ընդգրկեց հատկապես հասարակության այն խավը, որ կոչվում է միջին խավ։ Նրանք մանկավարժներն են, փոքր գործարարները, մեծ մասամբ երիտասարդներ, հեռանում են ոչ միայն քաղաքներից, նաեւ գյուղերից։ Վիճակագրությունն ապացուցում է, որ Հայաստանում ձևավորվում են այսօր տարեցկանանցով բնակեցված գյուղեր, իսկ Հայաստանի հասարակությունը կոչվում է ծերացող, քանի որ երիտասարդները հեռանում են։ Ուժերը հնարավոր չէ, մի քիչ թոշակներն ավելցնեն, մի քիչ սոցիալական այս պայմանները բարելավեն, մարդիկ ապրին, էլի մեղքին։ Դա իմ տերես գնացը չի գա։ Կանչի բերեցիսի տղա ջան, հերնումերը ծեր են, արի ստեղ, հա բա ջան, դուք սոված, ես եկամ սոված ձեր կողքը նստի, մնամ ինչ անեմ։
Բնակարանային խնդիրը եւս ամբողջությամբ լուծված չէ։ Այսօր էլ հարյուրավոր ընտանիքներ դուրս են մնում բնակբաշխման գործընթացից։ Գարնանը բնակարանները շահգործման հանձնելուց հետո էլ Գյումրիում 1000 եւ ավելի անօթևան ընտանիքներ կմնան, ովքեր դեռ սպասելու են բնակարանաշինությանը։ Ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզում շատ ընտանիքներ, ովքեր չունեն անօթևանի կարգավիճակ, դե ֆակտո օթևան չունեն եւ ապրում են տնակներում։ Միայն Գյումրի քաղաքում տնակներում ապրող շուրջ 4000 ընտանիքներ կան, ինչպես է լուծվելու նրանց խնդիրը։ Այս ամենով հանդերձ համարել արդյոք աղետի գոտին վերակառուցված, դժվար է ասել։ Աղետի հետևանքները նկատելի են հասարակության, թե կեցության եւ թե գիտակցության մեջ։ Եվ աղետի գոտին վերակառուցված կարելի է համարել միայն մի դեպքում, երբ այդ մասին խոսեն եւ այդպես հավաստեն հենց իրենք աղետն ապրած բնակիչները։